Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Հայր մեր, Սուրբ Եղիցյանին քո, եկես պեր կավություն քո, Եղիցին քո, որպես և մեր քողում մերոց քո, և միտը Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպան և ոչնյա զավակներս քո, մանուկներս, և ընտանիքներս, որ են սուրբ և պարտվական խաչիվտքով խաղաղության, փրկյա զատյա երևելի և աներևույթ թշնամյաց, արժանավորյա գոհությամբ հարավերքել, անթոր և սրբո հոգու, այժմ և միշտ և հավիտյան սավիտենի, ամեն։ Շնորհավոր Սուրբ Զատի Քրիստոս հարավ նորելոց, Ես գիտեմ մանկապարտեզում անցել էինք այդ մասին, հարություն նշանակում է վերակենդանանալ, քաշվելուց հետո Հիսուս Քրիստոսը վերակենդանացավ։ Զատիկի տողի մարդիկի աղոթում են ասել Քրիստոս արյալ ելելով արյալ ելանում Քրիստոսի։ Չեմ զատիկի տոնը նշելը տոնին աղոթում է մեր բախի շրջանը, բախ կոչում է նաև մեր բախ։ Քարասուն օրը կապված է անապատկացված Քրիստոսի 40-օրյա զոհապահության և բաղորդի ապաշխարության շրջանին։ Զատիկի տոնից 40 օր առաջ մարդիկ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սնունդից, բաց սովորությունների։ Զատիկին նախորդում է ավագ շաբաթը, շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի արիության
Հրատալիսի պատարակի ավարտին հավատացյալները միմիակ ողջունում էին ասելով Քրիստոս հայրավի մեղերոս, օրինյալը հարությունը Քրիստոս։ Պատարակի հետո երկար այնուհետև կցում են դոնալման թեմանյության չոքելով և հատուկ ներված հակիմներ և բամիրգի։ Ու չավիով կլակ, ինչ է չավիչ։ Բամիրջը Դավիթ խորհրդանշում է հավատացյալներին, իսկ բրինձը համայն մարդկությունը։ Կարևոր խորհրդանիշ է համարվում կարմիր գինի, որը խորհրդանշում է Հիսուսի այգին։ Երեխաներ, իսկ որը մեկ լսել է Ատլանտիսի մասին։ Դերմեն լսեք, Ատլանտիսը մեծ վարքի հայկական իսկական տիկնիկներից է, տիկնիկ, որը խրված է ծոխի վրա, կողքը դրված է 7 փետում, ձեռքը կախված է քարեր։ Ամբողջ բակի ընթացքում տիկնիկը հսկում է բոլոր տատիքում, բոլոր խախտի հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա, նա քարերով կարված էր 10 խախտողին, կամ մեկը տուփի բարավ հովալեր նրա բերանը։ Յոթ կտուրները խորհրդանշում են փաստիոտ սապոտները դառնալու փետուրներից մեկը անում։ Ազի վերջինով փետուրներից հետո երիտասարդները տանում են քամեր, իսկ հետո չարախնդալով հարվածելով ջուրն են գցում, իսկ Ատլանտիսի ծոխիցներ տամպիները բաղերուցում են ջոշի մեջ։ Այս ժողովուրդի Երեխաներն են դարձավ շատ տեղեկություններ իմացան Տիտոնի մասին, Ատլանտիս տիկնիկի մասին, իսկ բանաստեղծություններ Տիտոնի մասին։ Ձմեռ մացավ դարձույթ է սասը դնավ թաշվից որի մատիկ է։ Նոն մեծանում դառնում այսպես ուսանած պտույտ կար, դա հրաշք է ուրիշերի և անում է այդ հրաշքի հարցուն հաղարմիզով։ Տերը հարցին է արել, հապը ձվեր են ածել, կարմիր գույնով են տանքել, չամիչով փլավ են գերվել։ Այդ միասին ասենք, շատ մեծ է սերը Քրիստոսի, նա մեզ համար կամ մեծ խաչի։ Չեմ ապեկ չակ, կապետել ծատիկ, ծատիկ է, և կավայցնել ծը գալի հապիզել մերել ծը։ Կարմիր ծվեր սվատի, տակաչի ոտասում, մերնեի կապետեպի տաներ ծարտավ անվինու։ Թիթոս այով, յոյն են դեցել, Ով ճաշկարում, սեյ ու սիսե, ապրեն լույսով, ապրեն Քրիստոս հայրավ իր մեղրելով հնչում է ուրախ ձայն, թող այս օրը ապրես ու խաղաղություն ապրես։
իմաստությունը զարգական ճշմարտության մասին կարողացան փոխանցել յուրաքանչյուրին։ Նրանք արդեն երկար ժամանակ է պատրաստվելու միջոցառում, արդեն դեպոմը այդ տոնը դետուն են բերել։ Այդ տունը լցվել է այդ խինդով ուրախությամբ, զավակների տված այդ խինդով, որովհետև իրենք իրենց զարթոնքով, իրենք իրենց պետության խինդով կարողացել են ցույց տալ, թե ինչ է իսկապես զատիկ։ Զատիկը զատել է ամեն չարություն, զատիկը զատել է ամեն անիրավություն, ամեն խարդախություն, ամեն անարդարություն, որտեղ այս անմեղության, այս սրբության մեջ է զատկական ուրախություն։ Այնպես ինչպես մեր Տերը հավատքի ամրությունը, հավատքի մեծությունը ցույց տվեց մանկական ճշմարտության մեջ։ Այդպիսին ասել պետք է լինել, որպեսզի երկնքի առաքելությունը ձեռը լինի։ Այս օրինակը, այս ձևը կարողացան այսօր մանկապարտեզի սաները դեպքերին բալեկը ցույց տալ։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի երեխաներ, սիրելի բալիկներ։ Մաղթում եմ, որ ամեն տարի զատկական տունը մեր ուրախության տունը ձեր ընտանիքները, որովհետև զատիկը սուրբ հարության տոնը մեր ամենամեծ տոնն է, բոլոր տոների տոնն է, որովհետև դրանով Քրիստոս Աստված մեզ հաղթել է բոլոր տեսակի չարություններին։ Համար մենք քրիստոնեություն ընդունելով, քրիստոնյա դառնալով կարողանում ենք ամեն տեսակի վատ բան հաղթել ու ամեն տեսակի լավ բանով ուրախանալ ու ստանալ։ Աստված պահապանի ձեզ բոլորին, անփորձանք խաղաղ Քրիստոս հարյալ։